Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Լավ։ Բարև, որ հյուր եկաք։ Սիրով։ Պարոն Հովհաննիսյան, հաջողության ճանապարհ եմ հեշտ է տրվում։ Դժվար ասել։ Տարբեր է ստացվում հավանաբար։ Ամեն մարդ իր հաջողության համար է պատասխանատու եւ իր անցած ճանապարհին է տեղյակ։ Ընդհանրություններ դժվար է որոշել։ Հաջողության ձեր ճանապարհով կկիսվեք այսօր մեզ հետ։ Սիրով։ Շնորհակալ եմ։ Գաղտնիքներ չունեմ։ Համեցեք։ Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում։ Մեծ գաղափարները մեծ ուժ են տալիս ու նոր ճանապարհներ հարթուն։ Անցած ճանապարհի, հաջողության ճանապարհի մասին այսօր զրուցելու ենք վնասվածքաբան, օրթոպեդ, ողնաշարաբան, Աքսիոմեդ վերականգնողական կլինիկայի հիմնադիր տնօրեն Հակոբ Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ եւ շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, մեզ հյուր լինելու համար։ Սիրով։ Բժշկությունը ընտրելը ճակատագրական որոշում դարձավ ձեզ համար։ Գիտեք, ազնվորեն ասած, ես մանկական տարիքից ի վեր երբեք չեմ երազել դառնալ բժիշկ եւ միշտ ավելի շատ մեծ ուշադրություն դարձրել եմ ճշգրիտ գիտություններին, թեկումով դպրոց ավարտել, Մաթեմատիկական։ այո, մաթ ֆիզիկա, մաթեմատիկական թեկումով դպրոցն եմ ավարտել։ Բժշկության ընտրությունը ավելի շատ ինչ որտեղ ճակատագրական եւ պատահական քայլ է եղել, որովհետեւ ինչ որտեղ ելնելով սկզբունքային հարց է դարձել ինձ համար, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով որոշակի կասկածներ էին առաջացել բժշկական ինստիտուտ ընդունվելու հետ կապված եւ ես զուտ սկզբունքային դարձնելով այդ հարցը ինձ համար ուղղակի տրամադրվեցի, պարապեցի, ընդունվեցի հենց առաջին իսկ տարին, այդպես ստացվեց։ Ոչ թե այդպես որոշված էր ի վերուստ, չեմ կարող ասել։ Բայց իհարկե ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե դուք այդտեղ չգտնեիք ձեզ, ինքներդ ձեզ։ Չէ, իհարկե, իհարկե, ճանապարհները միշտ անկանխատեսելի են, իհարկե, եւ դժվար է ասել ինչ կստացվեր, եթե Հիտլերը աղջիկ ծնվեր։ Ունենք այն, ինչ որ ունենք, իհարկե բժշկության մեջ հետագայում եւ սովորելու ընթացքում եւ աշխատանքային գործունեության ընթացքում արդեն առաջ եկան հետաքրքրություններ, առաջ եկավ ձգտում, առաջընթացի միտում եւ մնացածը արդեն տեխնիկական հարցեր էին, անհրաժեշտ էր ուղղակի աշխատել, սովորել, զբաղվել, չանտեսել եւ իհարկե փորձել պահպանել մարդկայնությունը։ Կարող ենք արդյոք ասել, որ ձեր ընտրած մասնագիտության մեջ խաչվել են բժշկությունն ու ճշգրիտ գիտությունները, ֆիզիկան, մաթեմատիկան։ Դե գիտեք, կոնկրետ վնասվածքաբանության օրթոպեդիայի բնագավառում իհարկե դա մեծ կարևորություն ունի։ Մեր ընկերներից մեկի արտահայտությունն է դա, պլագիատ չհամարենք, ուղղակի ինքը միշտ ասում է 3D մտածելակերպդ աշխատած։ Հետաքրքիր ասած, բայց իհարկե վնասվածքաբանության մեջ եւ օրթոպեդիայում տարածական պատկերացում չունենալը դա երևի դատավճիռ է կարելի ասել, որովհետեւ առանց այդ ունակությունների երբեք հնարավոր չի դառնալ մասնագետ, դառնալ լուրջ վիրահատող բժիշկ։ Այսպես կարող եմ ասել, եւ ոչ միայն դա իհարկե, որովհետեւ հենաշարժիչ համակարգի աշխատանքի մեջ ընդհանրապես մեծ կարևորություն ունի այդ մեխանիկական մտածելակերպը։ Չմոռանանք, որ նույն բժշկության մեջ օգտագործող ամենաֆունկցիոնալ տեսակետից ամենակարևոր տերմիններից մեկը դա բիոմեխանիկան է։ Բիոմեխանիկան դա փաստացի նույն մեխանիկան է, որը տարածվում է կենդանի օրգանիզմի վրա, հաշվի առնելով կենդանի օրգանիզմի
բոլոր հատկությունները եւ կոշտության եւ առազգականության առումով եւ շարժունակության հաշվի առնելով ընդհանրապես բոլոր կենթանի օրգանիզմի հատկանիշները դա նույն բիոմեխանիկան եւ դա շատ մեծ դեր է խաղում իհարկե ֆունկցիոնալ գործունեության պատկերացումը կազմելու մեջ այնպես որ մաթեմատիկական, տեխնիկական մտածելակերպ ինձ թվում է դա կոնկրետ մեր մասնագիտության մեջ դա պարտադիր գաղափար է, ոչ թե ցանկալի։ Անհավանության մասնագիտությանը սիրահարվեցիք, երբ արդեն խորապես տիրապետում էիք, թե խորապես տիրապետելու համար պետք է ի սկզբանե շատ մեծ սեր։ Գիտեք, ես դա իհարկե ուսանողական տարիներին շատ ավելի գրավիչ էր ինձ համար վիրաբուժությունը, շատ ավելի գրավիչ էր քան թերապևտիկ գործունեությունը հասկանալի եւ դեռ ուսանողական տարիներին բազմիցս հերթապահում էինք վիրաբուժական ցիկլերին միշտ խնդրում էինք լվացում էինք վիրահատություններին եւ սերը դեպի վիրաբուժական գործունեություն իհարկե առաջացել է դեռ ուսանողական տարիներին, որովհետեւ դեռ ուսանողական տարիներին այն ժամանակ հավանաբար հիմա էլ կա այդ տենդենց, այն ժամանակ բոլորս նաև ձգտում էինք ինչ որտեղ աշխատել, բուժակներ էինք աշխատում, փորձում էինք անձամբ ես այդ տարիներին իհարկե 3 տեղ աշխատում էի տարբեր բուժիմնարկներում ու ինձ համար շատ մեծ դեր խաղաց այն ժամանակ դա ներկայիս Միքայելյան ինստիտուտի մասին է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մասին է խոսքը այն տարիներին ես այնտեղ աշխատում էի որպես ընդունանի բուժակ առաջին վիրաբուժական միջամտությունները դեր այդ տարիներին արվել է այն ժամանակ մանավանդ Միքայելյանի ինստիտուտը բավականին ակտիվ էր աշխատում, քանի որ որոշ ծառայություններ կային, որոնք միայն այնտեղ էին գործում, նույն միկրովիրաբուժությունը, պլաստիկ վիրաբուժությունը, ինձ դեռ այն թվերին աշխատանքի ծավալը քանի որ շատ մեծ էր, եւ հերթապահ բժիշկները շատ դեպքերում նույնիսկ չէին հասցնում ու հնարավորության առիթի դեպքում միշտ աշխատում էի ինչ-որ բաներ ինքս անել եւ դեռ ուսանող տարիներին մինչեւ հիմա ես շատ հաճախ ասենք բժիշկներին եմ ասում որ ես առաջին անգամ ջիլը վերականգնել եմ դեռ ուսանող ժամանակ դա ես համարում էի մեծ ձեռքբերում այդ վիրաբուժական աշխատանքը դեռ այդ տարիներին իհարկե արդեն շատ ավելի հոգեհարազատ դարձավ, շատ ավելի ցանկալի դարձավ եւ ինստիտուտը ավարտելուց գիտեք ոնց նույն վնասազգացողության օրթոպեդիայի ընտրությունը դա չի ասի պատահական, բայց խնդիրը նրանում էր որ ես ընդհանուր վիրաբուժական գործունեությունը ինչ որտեղ այդքան սիրեցի ինձ մի փոքր ավելի դուր է հոգեհարազատ էր այսպես ասած հենաշարժիչ համակարգի հետ աշխատանքը ուրգենտ վիրաբուժությունը չնայած դա իհարկե վիրաբուժության մեջ ամենածանր հատվածն է այդ ուրգենտ վիրաբուժությունը երբ որ քո աշխատանքը այսպես ասած 7-24 ռեժիմով է դինում բայց դա ինչ որտեղ ինձ ավելի հոգեհարազատ էր, ավելի ցանկալի էր, ավելի դուր էր գալիս այդպիսի աշխատանքը դրա համար ես ընտրեցի վնասվածքաբանություն օրթոպեդիան ու այդպես էլ գնացինք առաջ կլինիկական օրդինատուրան օրթոպեդիայի ինստիտուտի բազայի վրա էր Նոր Մարաշում դրանից հետո կլինարդինատուրան ավարտելուց հետո ղեկավարությունը որոշեց ինձ պահել ինստիտուտում հետագա աշխատանքի մնացի այնտեղ աշխատեցի եւս 3 տարի դրանից հետո տեղափոխվեցի նախկին այն ժամանակ դեռ դա պրակտոլոգիա ինստիտուտն էր տեղափոխվեցի այնտեղ եւս 5 տարի աշխատեցի այնտեղ նոր բաժին հիմնեցինք մենք վնասվածքաբանության օրթոպեդիայի 5 տարի եւս աշխատեցի այդտեղ այնուհետեւ տեղափոխվեցի նախկին 8-րդ հիվանդանոց ներկայումս կոչվում է Երևան բժշկագիտական կենտրոն եւ առ այսօր աշխատում եմ այնտեղ տարիներ շարունակ բաժանմունքի վարիչ էի վերջին տարիներին կախված իհարկե
Աքսիոմեդի գործունեության ակտիվության հետ իհարկե հրաժարվեցի, բայց ներկայումս շարունակում եմ աշխատել, շարունակում եմ վիրահատել։ Իսկ ինչպես ծնվեց աքսիոմետը։ Երկար ժամանակ անընդհատ մտորումներ կար տարատեսակ աշխատանքային այլ բժշկությունից բացի այլ աշխատանքային գործունեություն ծավալելու մասին ու շատ տարբեր մտքեր, շատ տարբեր ցանկություններ, միտումներ, ձգտումներ, բայց ճիշտը որ ասեմ, վերջում ես ինքս եկա այն գաղափարին, որ ես անձամբ բացի բժշկությունից այլ գործունեություն ծավալելու հավանաբար ի վիճակի չեմ ու դժվար թե ինչ որ այլ գործունեություն ինձ մոտ ստացվի եւ քանի որ հաշվի առնելով իմ մարմնատական մասնագիտությունը եւ առավել քանի որ գիտեք ոնց վնասվածքաբանություն օրթոպեդիան ինքը որպես վիրաբուժական ճյուղ ինքը բավականին ծանր վիրաբուժություն է ու այնտեղ հարակից մասնագիտությունների առկայությունը խիստ պարտադիր է, դա խոսքս վերաբերում է պրակտիկապես վիրաբուժական բոլոր մասնագիտություններին, որոնք պետք է անպայման առկա լինեն ճիշտ վնասվածքաբանական ծառայություն իրականացնելու համար, դա իհարկե նույն ներրովիրաբուժություն, ընդհանուր վիրաբուժություն, նույն նևրոլոգիան, ընդհանրապես բոլոր վիրաբուժական ծառայությունները, խոսքը վերաբերում է եւ անոթային վիրաբուժությանը, հասկանալի է, հա։ Դրանք բոլորը պարտադիր պետք է առկա լինեն։ Բացի դրանից պետք է ունենալ շատ ակտիվ եւ շատ ժամանակակից վերակենդանացման ծառայություն, ինտենսիվ թերապիայի ծառայություն, չեմ խոսեմ, այլ դիագնոստիկ ծառայության մասին, որը նույնպես պարտադիր պետք է ներառի եւ համակարգչային տոմոգրաֆիա եւ MRT ծառայություն եւ ռենտգեն ծառայություն, սոնոգրաֆիկ, դուպլեքս եւ այլն, շարքը շատ մեծ է, բոլորի մասին իհարկե պետք չի խոսել։ Ու այդ բոլոր ծառայությունները ստեղծել ինչ որ մասնավոր հիմունքներով իհարկե բավականին ծանր ու դժվար գործ է։ Դա համար ես ոնց որ ընտրեցի առավել իմ մասնագիտության առավել մոտիկ եւ շարունակական ճյուղը, դա վերականգնողական բուժումներ, որը նույնպես պարտադիր պետք է հաջորդի վնասվածքաբանական օրթոպեդիկ ծառայությանը։ Ճիշտ է, վերականգնողական բուժումը դա միայն հետ վնասվածքայինի մասին չի խոսքը, այնտեղ ունենք եւ հետ ինսուլտային վերականգնողական ծառայություն եւ հղիների եւ կարդիո վերականգնում ունենք, վերականգնողական ծառայությունն էպես շատ տարբեր բազմաշերտ է եւ ընդգրկում է նույնպես բժշկական մեծ խումբ ծառայություններ, որոնց հետ նույնպես խիստ անհրաժեշտ է ունենալ նման ծառայություն։ Այսքանը կարող աստիճանաբար իհարկե այդ գաղափարը մանրելով մենք եկանք մոտորապես կանգնեցինք այն կոնստրուկցիայի վրա, որ այժմ ունենք, խոսքը ինչի մասին, այսինքն ինչպիսի ծառայություններ պետք է ներառի նման կլինիկան, գտանք, որ պարտադիր է իհարկե եւ կինեզիոթերապիան, բուժական մերսոման ծառայություն, այսպես ասած, ռեֆլեքսոթերապիան, ֆիզիոթերապիան, խոսքը ընդհանրացված գաղափարների մասին է, չեմ ուզում մահանամ, ասենք, որի ծառայության մեջ ինչպիսի մոտեցումներ կան, ինչպիսի բուժական մեթոդներ կան, ամենայն դեպս այդ բոլորը անհրաժեշտ էր միավորել, այսպես ասած, մեկ տեղում, գումարվեց իհարկե նաև մեխանոթերապիան, տրակցիոն բուժումը գումարվեց, մի քանի տարի անց հնարավորություն ստեղծվեց նոր մասնագիտություն ձեռք բերելու, որից ես չհրաժարվեցի մեծ սիրով, 4 տարի անընդմեջ հաճախում էի այդ դասընթացներին, խոսքը օստեոպաթիայի մասին է, այնպես որ վերապատրաստվեցի ես նաև որպես օստեոպաթ, որը որ օստեոպաթիան այսօրվա ռեաբիլիտացիոն բուժման մեջ նույնպես շատ կարևոր դեր է խաղում եւ շատ դեպքերում դա ուղղակի այսպես ասած փրկարար օղակ է դառնում
այնպես որ ներկա պահին արդեն այդ բոլոր ծառայությունները համատեղ կիրառելով փորձում ենք ստանալ մաքսիմալ էֆեկտիվ եւ արագ վերականգնող։ Պարոն Հովհաննիսյան, ակցիոմետ վերականգնողական կենտրոն դիմում են մարդիկ, ովքեր հետվիրահատական շրջան պիտի անցնեն, վերականգնողական փուլը այստեղ, թե մյուս դեպքում կարող են նաև ակցիոմետը կանխել անգամ վիրահատությունները։ Այդ հարցը, այսպես ասած, ներքին պայքար է, որը որ հավատացեք մինչև օրս ինձ մեջ ամեն օր տեղի ունենում, որտեղ մի կողմից ես վիրաբույժ եմ, մյուս կողմից վերականգնող բժիշկ։ Իհարկե գոյություն ունեն շատ մեծ թվով հիվանդություններ, որոնց բուժման դեպքում հնարավոր է խուսափել վիրահատական միջամտություններից։ Ինչ մնում է հետ վիրահատական, թե նախավիրահատական վերականգնում, գիտեք ամեն ինչ ունի իր ցուցումը։ Իհարկե կարողություն ունեն նաև շատ վիրահատական միջամտություններ, որոնք նույնպես պահանջում են նախավիրահատական վերականգնողական բուժում, ինչպես նաև հետ վիրահատական։ Դեպքոնց բժշկությունը ինչքան էլ որ համարվում է ոչ ճշգրիտ գիտություն, ինչքան էլ որ բժշկության մեջ ելքերը միշտ էլ անկանխատեսելի են լինում, բայց գոյություն ունի այդ շատ կարևոր սկզբունք, որ բժշկության մեջ երբեք չի կարելի շրջանցել ցուցումները, այսպես ասած, ամեն ինչը պետք է արվի ըստ ցուցումների։ Այսինքն, գիտեք, ինձ անձամբ շատ է օգնում նաև հենց այդ նույն հանգամանքը, որ ես եւ վիրաբույժ եմ, եւ վերականգնողական բժշկությամբ եմ զբաղվում, որովհետեւ այդ ներքին կոնֆլիկտը շատ դեպքերում հաղթահարում են հենց ցուցումները ու պետքա դա շատ ճիշտ հասկանալ, ճիշտ մոտենալ այդ հարցին եւ երբեք չշեղվել այդտեղից։ Սա է ամենակարևորը բժշկության մեջ հավանաբար։ Պարոն Հովհաննիսյան, կսխալվեմ, եթե ասեմ, որ հիվանդության երիտասարդացում է նկատվում։ Չէ, իհարկե շատ մեծ թվով հիվանդությունների երիտասարդացումը, այսպես ասած, ակնհայտ է։ Ու դա իհարկե մեծ կախվածություն ունի այսօրվա մեր կենսակերպից, այսպես ասած, տեխնոլոգիաների կտրուկ արագ աճի, զարգացման հետ կապված շատ հիվանդություններ իհարկե երիտասարդացել են, ու եթե խոսենք կոնկրետ հենաշարժիչ համակարգի մասին ենք խոսում, դրա հիմնական պատճառը իհարկե դա այդ տոտալ ադինամիան է, այսպես ասած, որտեղ մարդը այսօրվա դրությամբ մարդ կենքան շարժունակությունը շատ կտրուկ է պակասել եւ նույնիսկ այդպիսի աշխատանքներ են կան, որոնք ապացուցում են մենք մոտակա 100-ամյակում մարդիկը մաղքում տեղի ունենալիք փոփոխությունների մասին են արդեն ահազանգում, կախված նույն այդ շարժունակության կտրուկ պակասելու հետ կապված։ Այնպես որ այստեղ նույնպես շատ կարևոր է այդ վերականգնողական աշխատանքները տանել, ճիշտ գործունեությունը ապահովելու համար։ Այսինքն կանխարգելող աշխատանքներ։ Խոսքը վերաբերում է կանխարգելող աշխատանքներին, իհարկե, որտեղ վերականգնողական բուժումը, երևի թե ընդհանրապես բժշկության մեջ շատ տարածված այդ պրոֆիլակտիկա բառը, կարող եմ համոզված ասել, որ հավանաբար ամենաշատ վերաբերում է հենց վերականգնողական բուժմանը, որովհետև պետք չէ սպասել խնդիրների առաջացման, այնուհետև դրանք բուժել։ Խնդիրները պետք է նախապես կանխատեսել, կանխարգելել, զբաղվել ու ապրել հանգիստ առանց ցավի։ Պարոն Հովհաննիսյան, մասնագիտության ընտրության մեջ չենք կարող չնկատել, որ բախտի քմահաճույքը մեծ դեր կատարեց։ Կոնկրետ իմ դեպքում կարող եմ ասել, այո, բժշկական ինստիտուտ ընդունվելու հանգամանքում եւ բժշկական ինստիտուտում ֆակուլտետի ընտրության հարցում հավատացեք տեղի ունեցել այնպիսի դրվագներ, որոնք ուղղակի պարզ ասեմ, օրինակ այդ տարին, որ ես ընդունվի ինստիտուտ, բավականին բարձր
կոնկուրս էր բժշկական ինստիտուտում, որտեղ եւ տեղերն էին կրճատվել եւ տեղեր էին հատկացվել Լեռնային Ղարաբաղի ուսանողներին այդ տարի առաջին անգամ 10 տեղ հատկացվել էր, այնպես որ ուսանողների հնարավոր ընդունելության քանակը կտրուկ պակասել էր եւ կոնկուրսը շատ բարձր էր, եւ ես երբ որ դիմում էի, ճիշտ ասած մի քիչ կոնկուրսից վախեցած ուզում էի օրինակ տայի ատամնաբուժական ֆակուլտետ, սակայն ու արդեն երբ որ կանգնած էինք հերթի մեջ գործերը հանձնելու, ուղղակի պատահաբար տղաներից մեկը հանդիպեց, որը շատ ժիր ձևով ասեց, որ ֆակուլտետ ես տալի, ասեցի դե կոնկուրսը բուժֆակ շատ է ուզում եմ տամ, ստամատոլոգիստին ասեց, ինչա գժվել ես, ինչա կուրիցնիպտիցը ստամատոլոգ վրաչով, ես բուժֆակ եմ տալի, արի իրար հետ տանք, ու այնպես եթե ուղղակի եթե ես տղայի տեղ չհանդիպեի, հավանաբար ատամնաբուժական էի հանձնելու գործերս ու այդ ժամանակ իհարկե դա մեջ ուրիշ ձև կլներ։ Մի խոսքով այդպես ոնց որ ընդունվեցի բժշկական ֆակուլտետ, բուժական ֆակուլտետ, դրանից հետո վնասվածքաբանություն օրթոպեդիայի ընդհանրության հարցում նույնպես տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր միջադեպ, որի պատճառով ես ընտրեցի հենց այդ մասնագիտությունը վիրաբուժական, այնպես որ նույն Աքսիոմեդի ստեղծման պայմաններում նույնպես տեղի ունեցավ ինցիդենտ, որ ստիպեց գնալ հենց այդ ուղղությամբ, կոնկրետ Աքսիոմեդ անվանումը նույնպես գալիս է այդտեղից, որովհետև սկզբում ենք ես ուղղակի առիթ եղավ իմացա այդ սարքավորման մասին, որը որ բավականին բարձր էֆեկտիվությամբ նույն ողնաշարային խնդիրների ժամանակ աշխատում է, այդ մեքենայի անունն է Axiom DRX եւ ոնց որ կլինիկայի անվան ընտրության հարցում պես ուղղակի ընտրեցինք այդ Axiom անունը ընտրվեց ու որոշվեց հենց Axiom-ed։ Այսինքն գիտեք ոնց ես չէի ասի, որ դրանք բոլորը պատահականություններ են իհարկե, բայց դրանք հավանաբար կարելի է ասել ինչ որ կան դրանք կանխորոշված, կանխագիտացված ինչ որ պատահականություններ են եղել ամեն դեպքում, ոչ թե Այո, բայց ամեն ինչ կարող է այլ ընթացք ստանալ, եթե տվյալ պահին ձեր որոշումներն այլ լինեին։ Դե իհարկե չեմ վիճում, ընդհանրապես մարդու կյանքը այդպես է կառուցված, որ ցանկացած որոշում կարող է ազդել հետագա կյանքի ուղու վրա, տանել այլ ճանապարհով եւ հասցնել այլ կետի։ Այո։ Դա միանշան է։ Հնարավորություններ թերևս բոլորս ենք ունենում կյանքում, իսկ թե ով ինչպես է ընձեռած հնարավորությունը օգտագործում, սա է ամբողջ խնդիրը։ Ինչպես է ստացվում։ Այ ասում են անհաջողություններ են, եթե դրանց հենց այդպես էլ նայում ենք, բայց մյուս կողմից դրանք ընձեռած հնարավորություն։ Այո, յուրաքանչյուր անհաջողություն չմոռանանք, որ դա բացի նրանից, որ լուրջ դաս է հետագայի համար, դա նաև նոր հնարավորություն է, նոր տարբերակ է թելադրում, ուղղակի պետք է շարունակել։ 90-ականների սկզբում էր, դեռ մինչև այսօր շատ լավ հիշում եմ, երբ որ հեռուստատեսությամբ հաղորդում էր, այդ «Что, где, когда» հաղորդման մեջ Բարշևսկի կա, որ հիմա այնտեղ իրավաբանն է այդ հաղորդման եւ այլն, ու Բարշևսկու հետ էր հենց հարցազրույց, որ պատմում էր ինքը, որ մեր ընտանիքը մեծ հնարավորությունների տեր ընտանիք էր ու շատ ժամանակ այդ 90-ականների սկզբում ընկերներս գալիս էին, այսպեսի բիզնես անենք, այնպեսի բիզնես անենք, այսպեսի գործունեություն եւ այլն ասում։ Ես այն ժամանակ ասում միշտ մի խոսք էի ասում, ու գիտեք այդ խոսքերը հենց այդ ժամանակվանից ոնց որ տպավորվել այդ ինքնոտ ու ես ամբողջ կյանքիս ընթացքում եմ դա տանում։ Երբ որ այդ մարդը ասեց, ես միշտ այդ ժամանակ ասում էի, գիտես ինչ, դու արագ ու գործը ու լավ արագ ու գործը փողերը ինքնուրույն կգան քեզնու։ Դա շատ լուրջ գաղափար է ու ես իրոք ամբողջ կյանքի ընթացքում ես հետևել եմ այդ խոսքերին, որովհետև պետք է աշխատես քո գործով, զբաղվես ու փորձես քո գործը անես մաքսիմալ լավ։ Եվ այդ ժամանակ դու եւ հաջողություն կունենաս եւ հնարավորություններ կունենաս եւ գումար կվաստակես։ Պետք չի, այսպես ասած, ամեն ընկած կոպեկը վերցնելու համար պետք չի կռամանալ։ Դուք հիմա հաջողության ձեր բանաձևն ասացիք։ Միգուցե չեմ կարող ասել արդյոք դա է հաջողության բանաձևը, գիտեք ոնց, բայց դա սկզբունք է, որին ես հետևել եմ ամբողջ կյանքի ընթացքում։
Հավանաբար երբեք չեմ շեղել դրանից։ Պարոն Հովհաննիսյան, եղան այս տարիների ընթացքում պահեր, երբ հիասթափվեցիք, մտածեցիք անգամ հետ կանգնել, որոշում փոխել, ճանապարհ փոխել։ Եղել է անձնական կյանքում որոշ դժվարություններից, որոշ դեպքերից հետո, եղել է դեպք, որ ես որոշել եմ կարդինալ փոխել ամեն ինչ, մեկնել, թողել ամեն ինչ, մեկնել եմ, 1 տարի բնակվել եմ արտերկրում, ուղղակի սենց ասեմ, մեկնելուց հետո էլ ճիշտ է 1 տարի ես բնակվեցի Նահանգներում, բայց երևի մեկնելուց հետո արդեն 1-2 ամիս հետո ես արդեն գիտեի, որ այդտեղ չեմ ապրելու, ուղղակի մնացի где-то մի տարվա չափ ապրեցի, աշխատեցի, վերադարձա ու հասկացա, որ ես չեմ ուզում այդպիսի կյանք, չեմ ուզում այդտեղ ապրել, Ուտեք ոնց, դա հավանաբար նույնպես մասնագիտությունից է գող խնդիր էր, որտեղ ես այնտեղ հասկացա մի բան, որ սա երկիր է, որտեղ քո ամբողջ կյանքը մինչև վերջ պլանավորած, գծած, նկարած, քեզանից պահանջվում մենակ անել են, ինչ որ քո փոխարեն արդեն մտածված։ Իսկ այդպիսի կյանքը վնասվածքը բան օրթոպեդին հարիր չէր, հավանաբար, որովհետև ես ոնց որ ասեցի, ես իրոք ամբողջ կյանքում սիրել եմ աշխատել 7-24 ռեժիմով։ Ես սիրել եմ միշտ պատահական, միշտ սումբուր գործունեություն, միշտ, բայց իհարկե նպատակային։ Այնպես որ ոնց որ ասում եմ, այդ նույնպես չազդեց իմ հետագա կյանքի վրա, ես ուղղակի մի տարի բացակայեցի այստեղից այդքան բան։ Ճակատագրական այդ քայլից հետո ծնվեց Աքսիոմեդը։ Այո, դրանից հետո Այսինքն ինչ որ մի բան էր, պետք նոր բան սկսել համար։ ինչ խոսք պետք էր։ Ու նոր բան եղավ, դեպպես ծնվեց նաև Աքսիոմեդի գաղափարը, որը իհարկե դա ընդ որում այնպեսի գործունեություն էր, որի մեջ ես երբեք չէի եղել ու նախապես շատ երկար ես մտածում էի, պլանավորում էի այդ ամեն ինչը, որովհետև ընդհանրապես ես իմ ներքնաշխարհով բիզնես մտածելակերպից շատ հեռու մարդ եմ ու մինչև այսօր էլ Աքսիոմեդը նույնիսկ կազմավորման բոլոր աշխատակիցները դա կհաստատեն, հենց այդ առաջնային կոլեկտիվը հավաքելուց հետո հենց այդ առաջի ժողովի ժամանակ այդ խոսքը մնացել է մինչև հիմա, ուղղակի որ ասեմ հիշեք մի բան, այստեղ բիզնես չենք անելու, այստեղ անելու ենք բժշկություն, արեք ձեր բժշկությունը, ստացեք ձեր աշխատած գումարները, ոչ ոք ձեզանից երբեք ոչ մի կոպեկ չի փախցնի, ու այդպես էլ աշխատում ենք, մարդիկ աշխատում են, փորձում են տան լավագույնը, ստեղծել լավագույն մթնոլորտ, լավագույն իրավիճակ ու կարծես թե ստացվում է։ Այստեղ խիստ կարևոր է նաև թիմային աշխատանքը։ Անշուշտ։ Շատ սիրուն թիմ եք հավաքել, մտածում եմ, որ պիտի որ հեշտ չլինի, իսկալվում է։ Տեսեք, թե հենց գաղափարը թիմային աշխատանքի մեջ է, տեսեք, ես ասում եմ, որ նախապես նույնպես այդ Աքսիոմեդի կառուցվածքը պլանավորելուց, մշակելուց առաջ շատ երկար մտածել ենք, ինչպիսի գործունեություն պետք է ծավալի, ինչն է դրա համար անհրաժեշտ, որպեսզի պակաս բան չլինի, ու այս ամբողջ գաղափարը դրանում էր մեկ տեղում համախմբել բոլոր այն մասնագիտությունները, որոնք տվյալ ծառայության մեջ անհրաժեշտություն են։ Գիտեք ոնց մենք, այսպես ասեմ, կարելի ասել մոնոկլինիկա ենք։ Մեր մոտ բացի վերականգնողական բուժումից պրակտիկապես ուրիշ չնա, ինչքան է որ մասնավոր, այսպես ասած, կլինիկա է, բայց բացի վերականգնողական բուժումից ուրիշ ոչ մի միջամտություն, ոչ մի տեսակի գործունեություն չենք ծավալում։ Զուտ վերականգնողական բուժում, ուղղակի փորձում ենք այդ աշխատգործունեության մեջ ոչ մի բան պակաս չթողնել։ Ու այստեղ իհարկե թիմային աշխատանքը շատ կարևոր է, որովհետև նույն կինեզիստները, եթե անհրաժեշտություն են տեսնում ինչ-որ լրացուցիչ միջամտության, միշտ այդ ամեն ինչը մտքերի փոխանակությունը տեղի ունենում, որոշումը կայացվում է, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ թերապիա է գումարվում։
Պարոն Հովհաննիսյան, հետագա բարդություններից խուսափելու համար պրոֆիլակտիկ նպատակներով անհրաժեշտ է արդյոք այս դեպքում դիմել մասնագետի ժամանակ առ ժամանակ կամ որոշակի Գիտեք, փուլերում։ մենք քիչ առաջ խոսեցինք մեր այսօրվա կյանքի պայմանների պատճառով առաջացող հիվանդությունների մասին ու առանձնահատուկ կուզենայի իհարկե ընդգծել այս կինեզիոթերապիայի գաղափարը վերականգնողական բուժման մեջ ընդհանրապես։ Տեսեք, կինեզիոթերապևտիկ բուժման տարբերակներ շատ կան, ընդհանրապես ֆիզիոթերապևտիկ բուժման։ Կոնկրետ մեր կլինիկայում մենք աշխատում ենք, ասենք, Բուբնովսկի մեթոդով, բայց այնպես չի, որ դա միակն է ու անկրկնելին, իհարկե մեթոդներ շատ կան։ Ուղղակի այդ բոլոր մեթոդները ունեն մեկ կարևոր ընդհանրություն, դա նաև որ բոլոր մեթոդներն էլ ախտիր պահանջում են պարբերականություն։ Այսինքն գաղափարը նրա մեջ է, որ ժամանակ առ ժամանակ մարդ պետք է վերականգնի իր ֆիզիկական վիճակը, որովհետև անկախ նրանից, թե դու որ թվին ինչ ես արել, ինչքանով ես զբաղվել, իհարկե երբ էլ դու դա դադարացնում ես, դու սկսում ես աստիճանաբար կորցնել քո ունեցած ֆիզիկական վիճակը եւ անհրաժեշտություն է առաջանում դա ժամանակ առ ժամանակ վերականգնել։ Իհարկե գործում են շատ տարբեր սխեմաներ, տարբեր ձևեր։ Ես չեմ ուզում նորից եմ ասում շատ մանրամասնել, բայց այն որ պարբերաբար ցուցված է վերադառնալ այդ բուժմանը, դա իհարկե անխոս Առողջ ճշմարտություն է։ Խոսքը վերաբերում է ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ մարդկանց, որոնք ունեցել են խնդիրներ կամ ունեն խնդիրներ։ Խոսքը վերաբերում է իհարկե բոլոր շերտերին հասարակության, պրակտիկապես բոլոր տարիքային խմբերին։ Շնորհակալ եմ անկեղծորիցի համար։ Կա ինչ-որ բան, ինչի մասին կուզեիք խոսել, որ չհարցրեցի։ Երևի Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։